չի դա։ Եվ ես ձեզ հայտարարում եմ, դա ձեզ քիչ է, տեղին է, որովհետև ձեր նման խոշոր ներդրումներ անողները, որոնք որ գալիս են հասնում են Նիկոլի Նիկոլը դուրը չի բացում, գլազովկի մեջ ինչ թքամակ ձեր քիտուբերին ու ասում է դավայ սիկ դերեղակ ստեղուց, ոչ մի բան։ Իսկ դուք փոխանակ գտնեք նորմալ քաղաքական ուժերի անձանց, օրինակ մեկը ես ձեզ խոստանում եմ, որ դուք կունենաք ձեր լեռնադահուկային այդ համալիրը Արագած լեռան փեշերին։ Բայց հիմա որ ասեն եկեք Վարդան Ղուկասյանին հովանավոր կանգնեք, չեն անի, բայց կտան են նույնիսկ Քերոփյան, Մերոփյան, Ղռգլող բոզի տղեկին միլիոնավոր դոլարներ կտան, որ իրենց նախագիծը ստորագրվի, սրանք է դոլարները վեկալում են, ասում են, դավայ սիկ դերեղակստուց։ Ու վերջում բերում են արանք են կողում Ռուբեն Ցոլակի Գրիգորյան բոզի տղեկին, որ լեռնադահուկային համալիրի փոխարեն կառուցել են 2500 մետր ծովի մակերևույթից բարձրության վրա խոզաբուծարան, թե Արագածի լեռներում ուրա բնություն, ուրա անտառ, ուրա կաղին, կամ այդ ձուն ձմեռնոցով խոզերն թե կլեն մորմշ, ինչ խոզաբուծարան։ Նույն անձը 350 դրամով խլում է դրամով, երևի միլիոն դրամով, խլում է Արագածոտնի Վարդենուտ համայնքի հարյուրավոր ներողություն դրամով, հարյուրավոր ընտանիքների հողը, խաբելով թե իբր կանի 180 միլիոն դոլար ներդրում։ Մեր ձեռքից խլում են մեր ապրուստը։ Նիկոլ Փաշինյանն է ստորագրել որոշումը, ոնց կարող է տեղյակ չլինի Վարդենուտի բնակիչներ, Պանորամա Հայաստանի նորություններ։ Նույն անձը ՌԴ-ում Ռուցոկ Ինվեստ ՍՊ-ի տնօրենն է, որի միկրոձեռնարկությունը 50-60 հազար դոլար տարեկան շահույթ ունի ընդամենը։ Նույն անձը իրենց ՌԴ-ում ճանաչված է որպես հանրահայտ խաբեպա եւ քերական տար։ Տակն սա սկրիներով, մրիներով վեկար է ղրգել են Վարդան Ղուկասյանին, որ տես Վարդան Ղուկասյան, ասիկ ով է, ասիկ բոզի տղա է։ Վարդան Ղուկասյանը գիտի, որ ասիկ բոզի տղա է։ Ձեր ուղարկածը մենք դնում ենք մեր Telegram կանալ, էտա թող կարդան, տենան, ընկեր Նիկոլ Փաշինյանի արած բոզի տղությունները։ Այն որ որոշակի մարդիկ ասում են, թե Վարդան Ղուկասյան ինչը պիտի կանաս երկիր պահես եւ այլն, խնդրեմ։ Մեկը էս ինչ էր սրանց անունը, Մարագայթեր եւ այլն։ 1 միլիարդ եվրոյի ներդրում։ Մարդը եկել է փաթեթը խփելա դոշի, էկոնոմիկայի նախարարությունից կառավարություն են տշում, կառավարությունից չգիտեմ, ֆինանսների նախարարություն են տշում, ֆինանսների նախարարությունից բնապահպանություն են տշում ու սենց։ Եվ այս ընկերությունը այդ 1 միլիարդ եվրանոց փաթեթը ձեռը վեկալից ստեավազմ, վերջում ասում են իդի նախույ, հլա մեթմա։ Չի ասում լավ, հլա կայնեք։ Այս իշխանությունը բոզի տղա է։ Արի 1 միլիարդ եվրոյի փաթեթ կա իմ ձեռի տակ։ Հələ արի մի հատ քաղաքական ուժ գտնենք։ Հենենք այս քաղաքական ուժի վրա, որ սրանց դեմ է։ Սպոնսոր կայնենք Իլոն Մասկ 2։ Սպոնսոր կանենք, այս ուժին բերենք, այս ուժն էլ մեր ծրագիրը կստորագրի, կբերենք 1 միլիարդ եվրանոց ներդրումային ծրագիրը կանենք, ատեղի գյուղերը, մուղերը կսարքենք, ճամփեկը, մամփեկը, գյուղի ժողովրդին աշխատատեղ կլինի, 1 միլիարդ եվրոյի ներդրում կլինի, Հայաստանը կդառնա տարածաշրջանում դահուկային սպորտի առաջատար փաթաթ ունենալով, Կրասնայա Պալանա, Մալանա, Ռոզա Խուտր, Մոզա, այդ սաղ Սոչից կան կլցվեն ստեղ։ Մենք իրականացնենք այնպիսի գնային քաղաքականություն, որ գինը բարձր չլինի, Սոչիից 30%, 40% էժան, սաղ տուրիստ, մուրիստ, ճապոնացի, հնդիկ, արաբ, սաղ կան կլացվեն Հայաստան, ներդրում կլինի։ Բայց ո՞ս կարող է այս իշխանությունը այդպես բան ուզենա։ Իհարկե ոչ։ Սրանք ասում են պիտի Հայաստանը ծախենք, ծախրտենք, Ղարաբաղի նման մոր դլոն տանկ ձեռը հանձնենք թուրքերին փակվենք։ Ոնց որ արեցին Ղարաբաղի վերնախավը։ Նույնը սրանք։ Բայց հիմա 1 միլիարդ եվրո ձեռներով, դրա 1%-ը դրեք Վարդան Ղուկասյանի վրա, այդ ո՞ց բացատրեմ ես այս տոպոյներին, որ այս մարդը ավելի թափառի, տենակ վաղը միսուրին չեն կանեմ, ես հաշին թույլտվությունը տամ, պարզ եթերային բացատրում եմ, էլոն է մեկը զանգել է, լուրջ ներական բանը, մագնատա, էտա տես լուրջ մորդ, զանգի ասում է, գիտեք ինչ, ես ենք ուզում անենք, չիլնեմ, լրիվ, անմա, սիսի, բանը, դու ասամ, ինչ են ասում դրան այդ ծաղա, կեսրարը, լրիվ ամբողջ շինարարական բիզնեսը գտնվում է Սիսիի կեսրարի ձեռը։ Ասում եմ, այդ Սիսիի կեսրարը ծսցնի ձեզ, խոսը գնում է թողմախիմերի մասին։ Դե բնականաբար ասելով Սիսիի կեսրար, մենք այդ բանը կանեմ հասկանում ենք, որ թողմախիմերի տղե Դավիթս Սիսիի մարդն է, դա գիտենք, այդ նորություն չի, ես էլ գիտի, գլուխ կախես, խնդրում։
Դրանց այդ Հուսային բանեմ դասը Պողոտայի տունը որ կա որտեղ յար այդ կուկուլալա տում անբայնանեմ դրա չկլը սաղ նկարելա ես չգիտեմ որ պահին կլնի ջրերես սրա չկլիները բայց մի գեղեցիկ որ կլնի ջրերես ես չգիտեմ այդ ինչ էր դրա թողանունը Դավիթ այդ Դավիթի կնիգը Բելաջոյի տիրոջ աղջիկն է Եթե չեմ սխալվում, բանը Բելաջոյի հիմա ես ուզում հասկանամ այդ Բելաջոյի տերը գիտի ո՞ւս կարա չմնա, չշեղջ, Քրիստիկ, գիտի, խոսախ չի, ասում է գիտի, Բելաջոյի տերն էլ գիտի, որ իանց պեսե, թողմախի մհերի, որ իանց պեսե, թողմախի մհերի հարցնա, գիտի, Հիմա ընկեր հարսը սիսին սաղ շին թուրտավություն, մի թվություն, ամբողջ հանրապետությունով ինչ կա չկա, տալմա Դավիթիս, մարդուն։ Հիմա այս սրանք են լուրջ կամպանիան այդ բիտեքը, որը պիտի ամսի 20-ին նոր հաճանի մոստը հանձնեն։ Նոյեմբերի 20-ը դեկտեմբերի, չեմ էլ հիշում որ հեռախոսովազին, 20 եկավ անցավ նոյեմբերի, ես հիմա ընդունում եմ ավտոմատ դեկտեմբերի 20 որ պիտի հանձնեն, հեսա նայենք դենակ դեկտեմբերի 20-ին, հանձնում անոր հաճանի կամուրջը, թե ոչ։ Հիմա այդ խոշոր շինարարական կամպանիա, չեմ ուզում անունտամ, հել ընգելա դռնե դուր, մարդը ուզում է օբյեկտիվ բան շահի, տենդեր, չի լում։ Չեմ էլ ուզում ասեմ, որ երկրից են, ռուսական, ֆրանսական, կապ չունի, չի ստացվում։ Հիմա զանգելենից բողոքում են, ասում եմ, խենք բողոքում։ Շինարարական կամպանիա եք, աջակցեք Վարդան Ղուկասյանին, Վարդան Ղուկասյան Ոնց որ պարոն Թրամփին աջակցում են ամերիկյան մի շարք միլիարդատերեր մարդ եկավ դառա պրեզիդենտ, նույն ձև էլ աջակցում եք ինձ, ես ձեզ տամ առանց տենդեր, կողեմ տենդեր, առանց տենդեր կտամ բոլոր նորակառույցները, որոնք որ պիտի քանդվեն, ես ձեզ կտամ բոլոր այն մանկապարտեզները, դպրոցները, հիմնարկները, որոնք որ տենդերով շահել են, պիտի ավարտացել են 22 թվին, 23 թվին, 24 թվին, բայց մինչև այսինքն բոլոր են շինարարությունները, որոնց ժամկետն անցել է, եւ շինարարական կամպանիաները թողել են այդպես, բոլորի ձեռից խլելու եմ տամ ձեզ, այդ դրա շարունակությունը այդ աշխատանքների դուք կավարտեք, իսկ այդ շինարարական կամպանիաները բոլորը կզրկվեն լիցենզիայից, որովհետեւ քեզ տված է եղել, տենդերը շահ է, բոզի տղա, ընկեր շինարարական կամպանիա, բիտեք, միտեք, գրած է եղել տենդերը, որ դեկտեմբերի 10-ին պիտի հանձնես։ Անցելա դեկտեմբերի 10-ը, վերջացավ, հանձնել ես, ոչ, всё, դու զրկվար հետայսու շինարարական կոմպանիա կոչվելուց։ Եվ ես սենս նայում եմ քաղաքական, այսինքն Հայաստանի Հանրապետությունում շուրջ 40-ից ավել շինարարական կոմպանիա պետք է զրկվի լիցենզիայից, առհասարակ։ Եվ բոլոր այն շինարարությունները, որոնք իրանք վերցել են մանկապարտեզա, մսուրա, դպրոցակ, շենքա, գյուղապետարանա, պալատա, քերգալոխա եւ այլն, բոլորը կտրվեն են գերհզոր շինարարական կոմպանիային, ով կանգնի Վարդան Ղուկասյանի կողքը ավելի նորմալ, ավելի ցիվիլ շինարարական կուլտուրա ստեղծելու Հայաստանի Հանրապետությունում։ Եկել է շինարարական կամպանիան, պայմանագիրը կապել է, շահել է տենդերը բոզի տղեն, ասում են երբ ես հանձնում են ջան, ասում է դեկտեմբերի 20, օքեյ, պլյուս մինուս 15 օր, պլյուս մինուս եղանակ էր, ցուրտ էր, բայց ոչ մի տարի, 2 տարի, 3 տարի։ Մանկապարտեզներ կան, որոնք որ պիտի հանձնվածել են 2 տարի առաջ։ Բոզի տղեն գալում լենթը կտրում է թվում, բայց մանկապարտեզը չի բացվում։ Դպրոցը գալի լենթը կտրում գնում է, դպրոցը չի բացվում։ Չգիտեմ, ինչ մի հատ մշակույթի տունա, հիվանդանոցը, պալատա կտրում է, բայց չի բացվում։ Ցույց են տալի, որ կտրեց։ Հիմա թողմախի մհերի հարսը սիսին ամբողջ տենդերները բնականաբար տալում է փեսուն, մարդուն, ընկեր Դավիթին։ Ես մի բան եմ ուզում հասկանամ, Դավիթ, ես ոչ մի դատապարտող, քննադատող, վարքաբեկող, խոչընդոտող բան չունեմ, դուք եք ձեր անձնական կյանքը, կուզես սիսիին դոմփի, կուզես բենից դոմփի, կուզես ծծրա, կուզի ինքը քեզ այ մարդ ինչ ուզում եք արեք, դա ձեր անձնականն է, դու էլ կնիկ ունես, սիսին էլ կնիկ ունի, էդի ձեր կնանիկ, եթե թույլ են տալիս, եթե ձեր կնանիկ դա ողջունում են, օքեյ, ուրեմն ձեր կնանիկ բավականին լիբերալ են, բավականին
ժամանակակից են եւ հասկանում են, որ ընտանիքում գլավներ սիվո պագոդավ դոմ է, ինչպես երգում էր Լարիսա Դոլինան։ Ամենակարևորը դուք փող եք բերում եւ ձեր կնանիք կարողանում են առնել Louis Vuitton, Jimmy Choo կոշիկներ, Gianfranco Ferré, Nina Ricci, Prada եւ կարևորը դա է։ Որտեւ եթե ձեր կնանիք այդ ամենը հանդուրժում են, մենք նզովյալներս բացարձակապես իրավունք չունենք մեր քիթը խոթենք ձեր անձնական կյանք, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում սիսի կեսրար, թողմախի մեջ, որ եթե դուք շահել եք, չեք շահել, լավ, ստացել եք առնանդամով կամ հետանցքով տենդեր, ինչպիսին Լուսակերտի կամուրջն է, եւ տվել եք կոնկրետ ամիս ամսաթիվ, ուրեմն բարի եղեք այդ կամուրջը հանձնել այդ նշված ամիս ամսաթվին։ 1 սեպտեմբեր էր, սեպտեմբերը դարավ հոկտեմբերի 6, հոկտեմբերի 6-ը դարավ նոյեմբեր, նոյեմբերը դարավ դեկտեմբեր, հիմա էլ ասում են ամառ, ապրիլ կամ հունիս։ Դուք հասկանում եք դա ինչա նշանակում։ Եթե դուք հետույք չունեիք, եթե դուք փորձը չունեիք կամուրջը վերանորոգելու, ասում եք դրա մասնագետը չկար, բա որ դրա մասնագետը չկար, տենդերը ոնց է շահե քո տղեն, սիսի կեսրար, հա? Թողմախի մեհերի անունը դարավ սիսի կեսրար, ոնց է շահե հարց եմ տալի քեզ։